Նորաձևությունից տեղափոխվում ենք թատեր աշխարհ եւ այսպես ռոքնռոլը մայրամուտին, բայց թատրոն տանիքի շնչով։ Նոր անունով ներկայացնում է Սիրտս քեզ։ Նրբին մարդկային ու խորք ունեցող այս ներկայացումը պատմում է այն պահի մասին, երբ մարդը կանգնում է սեփական անցյալի չիրականացված երազանքների ու անկեղծ ցանկությունների առաջ։ Սա ոչ միայն ներկայացում է, այլև կյանքի անկեղծ հանդիպում, որտեղ հերոսները որոնում են իրենց կորցրած ռիթմը, սերը, բառերը ու լռությունները։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Սամվել Բաղինյանը եւ Սուսաննա Բաղդասարյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Հրաշալի։ Տրամադրությունը։ Լավ։ Շատ լավ է։ Նոր գործ, նոր աշխատանք ու եւս մեկ հետաքրքիր տրամադրություն, որ ստեղծվել է արդեն ձեր մասնակցությամբ։ Մի քիչ խոսենք այս մասին։ Թատրոն տանիքում նոր ներկայացում։ Միտքը, առաջարկությունը։ Ով է սկսում, Սամվել։ Ինչպես կուզեք։ Դու որ սկսես։ Ես սկսեմ, ուրեմն այսպես։ Անսպասելի ինձ զանգեց Արթուր Սարիբեկյանը, որի հետ ծանոթ ենք այդպես, մտերիմ չենք։ Նայել եմ տղայի մի քանի բեմադրություններ, տաղանդավոր երիտասարդ բեմադրիչներից է մեր, շատ եմ հավանել իր գործերը։ Իմ մտքով երբեք չէր անցնի, որ ինձ հինավուրց ծերուկիս այդ երիտասարդ տղան կարող է հրավիրի ինչ որտեղ զբաղվելու, հատկապես որ սարսափելի զբաղված է եւ մեր Սունդուկյան թատրոնում եւ պոեզիայի թատրոնում գրողների միությանը կից մեր ստեղծած, ինչպես նաեւ Հրազդանի հետ ենք համագործակցում։ Այս 3 թատրոնների հոգսերի մեջ հանկարծ առաջարկ, բայց գործը այնքան դուրս եկավ եւ Արթուրին քանի որ սիրում էի հերվից հեռու նայելով իր բեմադրությունները որպես ռեժիսոր, ուղղակի մի նվեր արեց տղան ինձ, հրաշալի նվեր արեց։ Բայց հարսանիքը հետո սկսեց, երբ որ սկսեց մեր աշխատանքային process-ը, մի հաճելի անակնկալն էլ Սուսաննա Բաղդասարյանի հայտնվելն էր, որի մասին ընդհանրապես պատկերացում չունեի։ Ես ուշ եմ ավարտել, ես ավելի շուտ եմ ավարտել, ինքը ուշ է ավարտել, ես եղել եմ Արցախում, ինքը Լեհաստանում, հետո Լեհաստանում, ինքը Ֆրանսիայում։ Մի խոսքով պատկերացում չունեի ես դերասանուհու մասին։ Սա էլ էր հետարքիր, շատ օժտված դերասանուհի, հետարքիր պարտնյոր, խաղընկեր եւ կարելի ասել նվեր էր սա տանիք թատրոնի կողմից, շնորհակալ եմ թատրոն տանիքում, այդ Հալաբյան 22-ի վրա մի երկու ներկայացում նայել եմ, լավն է, լավ աուրա է այնտեղ, մթնոլորտ է։ Արթուրի հետ սկսեցինք աշխատել։ Շատ շնորհակալ եմ Արթուրին, ամեն դերասան ունի կարծրատիպեր, հատկապես իմ տարիքում, Սունդուկյանի բեմի այդ մասշտաբը, հետո ասմունքը, ինչ որտեղ իր էպիկական այդ խորքերով եւ այլն, մեր ասմունքի թատրոնը ուրիշ ոչ է, ասեմ ձեզ, եւ այստեղ կամերային այս թատրոնի պայմաններում երիտասարդ ռեժիսորը կարողացավ ինձ մարդավարի խոսեցնել բեմում եւ այդ դնել այդ կամերային վիճակի մեջ, բնական, կարծես վավերագրական ֆիլմ, այս ոճով էր ինքը աշխատում, շատ շնորհակալ եմ։ Մեծ հաճույքով աշխատել եմ եւ Արթուրի հետ, եւ Սուսաննայի հետ, հույս ունեմ արդյունքը լավն է, որովհետեւ իմ ամենախիստ քննադատը, դաժան քննադատը դա Ջուլիան է, կինս է, որը շատ հավանեց ներկայացումը, շատ հուզվեց եւ նույնիսկ ասեց այ տղա, ես միայնակ մարդու դերը, ես ինչ մեղք է իր, ուզեմ, չուզեմ պիտի քեզնից երկար ապրեմ, որ դու մենակ չմնաս։ Իրեն հատուկ հումորը։ Բարևներ ու ողջունենք ինձ Ջուլիա։ Սուսաննա, առաջարկը ձեզ ինչպես եղավ։ Անցնենք ինձ, տեսեք, այս առաջարկի մասին ես դեռ մի տարի առաջ գիտեի։ Մի տարի առաջ, հա, մենք խոսել էինք թատրոնի տնօրենության հետ, հիմնադիրի հետ, մեր սիրելի շողերի հետ, եւ նա ինձ ասել էր, որ կուզենամ, որ դուք լինեք բան, բայց ես ասեցի, որ ես հիմա գնում եմ Ֆրանսիա ու դեռ երկար կմնամ, այսինքն մի տարի շուտ չեմ գա։ Ու ասում էի, եթե կլինի, չէի ուզում էլի գործերը խափանեի իմ այնտեղ մնալով, չէ, կսպասենք, այնքան շնորհակալ եմ եւ թատրոնից եւ Արթուրից, հետո Արթուրը զանգեց, պիեսը ուղարկեց կարդամ։ Ես իհարկե սիրահարվեցի պիեսին, որովհետեւ շատ հրաշալի, շատ մարդկային բան, շատ նենց հարցեր աշոշափվում, որ մենք բոլորս այդտեղ մեզ տեսնում ենք, կլինենք 50 տարեկան, 50-ից ավել, մինչև 40, այդտեղ մեզ բոլորս տեսնում ենք, շատ մարդկային է։ Մի խոսքով էսպես, ասեցի, բայց ես մի տարի հետո եմ գալու, էլի գործեր ունեմ այնտեղ, բան, ոչինչ կսպասենք։ Տեսեք, հիմա իմ հուզմունքը ինչպիսին է, մարդիկ քեզ սպասում են, որտեղ այստեղ հրաշալի դերասանուհիներ են, ինչ խոսք, չէ, բայց մարդիկ քեզ սպասում են, ուրեմն պետք է արդարացնես, չէ, որ ասես ինչի համար սպասեցին, էլի այ Սուսաննային։ Մի խոսքով եկեք նայեք, նենց կուզենամ գաք նայեք, սուր դու դեմքդ տենց ես անում, որ ես կարա որտեղ աշխատում ես, բայց մի օր պիտի նենց լինի, որ գաք նայեք, հա։ Շատ շնորհակալ եմ, նայեք հեռավոր երկրում, երբ որ դու քեզնից հեռացած
ես, հա, տենց չի, որ մենք գնում ենք Ֆրանսիա եւ այնտեղի բեմերը նվաճում ենք, չկա տենց բան, թող ոչ մեկ այդ մասին ստեր չխոսի, հա, ոչ մեկ մեզ ոչ մեկ ոչ միտեղ չի սպասում։ Բացի հայրենիքից։ Բացի տնից։ Այո, այնպես որ եթե դու դրսում ես, ուրիշ ձեռքբերում ես ունենում, բայց մի ուրիշ այնքան արմատականն ես կորցնում, հա, որը որ քեզ հաց ու ջրի նման է պետք ու հանկարծ մեկ էլ հայտնվում է մի երիտասարդ ռեժիսոր, այսպիսի պարտնյոր եւ նրանք քեզ դու թարամում էիր, կարծես, ու նրանք քեզ նորից ջրում են ու դու նորից սկսում ես բացվել։ Այն որ դու ասեցիր, սուս դու չես փոխվում, հա, բան, ես չեմ փոխվում, որտեղ մարդիկ ինձ ջրում են։ Դրա համար չեմ փոխվում։ Ձեր կերպարի մասին կուզեմ մի քիչ պատմեք, ինչքանով կապ ունի ձեզ հետ, ինչքանով ընդհանրություններ կան ու ինչքանով է տարբերվում ձեզնից։ Հա, իմ կերպարը եւ դե տեսեք, դա այնպիսի մի կին է 50-ից անց, շատ եռանդուն, շատ տեմպերամենտով, շատ էմոցիոնալ, շատ զգացմունքային, դրանք սուր նման են, չէ՞, ինձ լավ է ինձ ճանաչում է։ Իհարկե, նա չի կարող լրիվ ինձ նման լինել, բայց կան բաներ, որ ոնց որ բռնում է, ինչպես Սամվել Բաղինյանը ասում է, ես դա շատ մեծ հաճոյախոսություն եմ ընդունում, որ միշտ ասում է, որ ես ուրիշ ոչ մեկի չեմ տեսնում այստեղ, դա ես շատ ոգևորվում եմ, հա, նմանություններ իհարկե կան, ինձ շատ լավ ճանաչող մարդիկ բեմի վրա կգտնեն ժեստեր, բաներ, որոնք որ ես կյանքում էլ դա կարող եմ անել։ Այս կերպարը մի կին է, որը չի ուզում ցույց տալ իր թերությունները, որ ինքը փխրուն է, որ ինքը խոցելի է, որ ինքը մենակ է, անընդհատ ուզում է իրեն ուրիշ գույնի մեջ պահել բան, բայց այն երկրորդ, երրորդ շերտի մեջ միևնույն է ինչ որտեղ դա զգացվում է, որովհետև նա ներսից վարվում է, բայց չի ուզում տղամարդուն ցույց տա, որովհետև եթե ցույց տա կթուլանա եւ կպարտվի, իսկ ինքը ուզում է անընդհատ իր համար միևնույնն է, հա, այսպես կերպարը շատ գունեղ կերպար է, շատ տարբեր շերտեր ունի եւ տեսեք, այստեղ շատ համամարտկային բան կա, որ ոչ մի տարիք չի կարող որևէ մեկ ասել, որ այ դու քո գործը արել ես, ընտանիքս երեխաները կան, թոռները կան, վերջ բան չէ, մարդիկ միշտ ունեն կարիք սիրո։ Ցանկացած տարիքում ունեն կարիք սիրո, ունեն կարիք, որ այդ դատարկությունը, մենության դատարկությունը լցնի։ Երեխաները կան, թոռները կան, բայց ամեն մարդ իր տեղը ունի։ Պիտի լինի քո կեսը, որ քեզ լցնի։ Սրա մասին է խոսքը։ Այո, բավականին հետաքրքիր է։ Ես հիշում եմ Սուսանայի հետ մենք ծանոթացել ենք թատրոնում, երբ ես ուսանող էի եւ մենք եկանք թատրոն պատանին, հանդիսատեսի իրենք արդեն այնտեղ կայացած դերասաններ են եւ առաջին ներկայացումը որ խաղացել ենք դա Համլետն էր, այնուհետեւ Անտիգոնեն, որտեղ ես խաղում էի Հեմոն, իսկ Սուսիկը խաղում էր Անտիգոնեն։ Չէ, Օֆելիա։ Համլետում Օֆելիան, այո։ Անտիգոնեն։ Իհարկե շատ հետաքրքիր է այս ամենը։ Ինչ է կարծում, ներկայացումը որ տարիքի համար է, հա, որովհետեւ ինչպես նշեցինք, բոլոր տարիքում էլ սիրո կարիքը կա ու պակասը կա։ Երիտասարդները ինչ կտանեն այս ներկայացումից, իսկ ավելի հասուն տարիքում ինչ կտանեն այս ներկայացումից։ Լիքը։ Գիտեք ինչ, ասեմ, որ նախ շատ դիպուկ կրակել է 10-ին ռեժիսորը եւ թատրոնը, որ ընտրել է այս գործը։ Գիտեք ինչու, գրել է Միխայել Հեյֆեթսը, արևմտյան դրամատուրգ, բայց այնքան հայկական իրավիճակին բռնում է, ինչքան դուրս է երևի ամենառեկորդային երկիրն ենք, որ այսքան դրսում են, պապիկ տատիկները ներսում են, թորնիկները, երեխաները դրսում են, բոլորիս համարյա ընտանիքներում այս վիճակն է, միայնակության սինդրոմն է, առավել եւս որ մենակ է այս մարդը, երեխաները, թորները դրսում են։ Եվ այս սիտուացիան զարմանալի ձևով այս իրավիճակը նաեւ տագնապահարույց է, հուզող է ջահելների համար։ Երևի այս երեխեքը բնազդով գիտեն, երևի իրենց տատիկներն էլ, իրենց հայրիկները, ծնողները, տատիկները, իրենց եղբայրները, քույրերը, բարեկամներն էլ դուրս են, եւ այս հոգեվիճակը իրենց էլ հասկանալի է։ Նաեւ երիտասարդների համար է հետաքրքիր։ Այ դուք շատ հետաքրքիր հարց տվեցիք, լավ հարց էր Սուսանային, թե ինչով է քեզ նման կերպարը եւ ինչով է տարբերվում, բացարձակ այս կերպարը
իմ մարդկային խարակտերի, իմ մարդկային բնութագրի հետ կապ չունի։ Նա զուսպ է, ես էմոցիոնալ եմ բռնկվող։ Նա քչախոս է, ես հայտնի շատախոս եմ։ Նա ուրեմն այս մարդը թաքցնում է իր էմոցիաները, այսպես զսպության մեջ է, ես ավելի բաց եմ եւ սա էլ է հետաքրքիր, որ ես ստիպված եմ ստեղծել մի կերպար, որը կոնկրետ ինձ հետ կապ չունի։ Եվ ինձ համար էլ հետաքրքիր է։ Ինձ համար էլ նորություն է, որ բաներ եմ անում, ասում եմ, վայ, այս բան նման բան ես չէի արել երբեք, ու այս առումով հետաքրքիր է, ես կասեի բոլոր շերտերի հասարակության, բոլոր տարիքային խմբերի համար հետաքրքրություն կա այս ներկայացման մեջ։ 21-ին, դեկտեմբերի 21-ին։ Համեցեք դեկտեմբերի 22-ին ժամը 8-ին ժամը 20:00 Հալաբյան 22 հասցե թատրոն տանիքում բաց մի թողեք, բացառիկ հնարավորություն ունեք երկու տաղանդավոր դերասաններին վայելելու հենց բեմում իրենց համատեղ աշխատանքի շնորհիվ։ Ձեզ ուզում եմ նվիրել Սարգոն Կարմիր չոր գինի Իջևանի գինոգործանի կողմից 21-ին կբացեք։ Օ, մերսի։ Հա, 21-ին, այո, բացեք եւ նշեք։ Եվ քանի որ ամանորն է մոտենում, ուզում եմ նախ շնորհավորել ձեզ գալիք ամանորի կապակցությամբ եւ գիտեմ, որ տանը ձեզ սպասում են հարազատ մարդիկ։ Ուզում եմ այս բացիկները, արևոք բացիկները նվիրել ձեզ, որպեսզի դուք նվիրեք ձեր սիրելիներին։ Այստեղ հենց հայտնի երգերից ֆրազներ են, մեկը Թաթայի երգից է, թող նոր տարի Ձյունանուշիկին բարի, ես գիշեր մեր տունարի։ Տոնած Զարդարի տիկին Ջուլիականեր։ Իսկ հաջորդ էլի Թաթայից է, թող տարին բարի լինի, ուրախություն թող լինի։ Շնորհակալ եմ, շատ Շնորհակալություն ձեզ ու հաջողություններ ներկայացման։ Անպայման հրավիրում։ Շնորհակալ ենք։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։